Армянский народ, это великий народ. Армения, это великая страна. Հիշում եք տենց խոսակցություններ, այդ միստր Սոլովյովի կողմից ցիրելի հայրենակիցներ, հիշում եք այդպիսի զրույցներ, այ կռիսա դա, ասմա, մարդ խմած է, էլի սերտի խոսքը ասում, ջղայնացած է ասում, հիմա դրան կարող հայկական կոնյակ են լցրել, որ խոստովանեց, կենասներ ասելուց, այդ ոնց Армения великая страна, великий народ, армяне мои друзья, мои братья, может несколько армянов есть, которые тебе друзья, но оказалось, что Соловьев, и ты признал, что Армения это для России как колония, что любой момент можете продать Турцию, можете обратно взять и его использовать как вещь. Батьки Наснеров Банова, армянский народ, мои друзья, мои братья. Разве, дорогие тупые армяне, вы не поняли, что друзья и родственники и партнеры не нападают на свою партнеру, на свою братского народу? Разве тупые армяне, вы это не поняли? Интересно, Кариматиракал, նախկին ԱԱՑ-ապետը էլի շարունակում է եղբայրությունը հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության մինիստրների հետ, մեծերի հետ, բան։ Ագիտեք բա էլ ինչ է ինձ հուսում, որ օրինակ այս Սալավյովը ինչու էլի խոսքի շուտ բացահայտեց, շուտ ներկայացրեց իր հոգու ճիճը, ինքը կարար պատերազմից ինչ անցել, 5-6 տարի, էլի 6 տարի չի անցել, շուտ արել բացահայտել, խոսքի այն որ ինչ նենց բլթցնելով թե սիրա ուզեցելա դուրգա Թուրքիային բանն ասելա Շոյգուն ասելա իրաց մինիստրներ բան Լավրով Պուտին սա սիրա փորձել են դուր գալ էլի Թուրքիային ոսկի դա մեր ժողովրդի մեկա մեր ժողովրդի մեծ հատվածը դա չի ընդունել նախ առաջինը երբ որ քո ճակատից 12 սանտիմետր քո տեսողությունից 12 սանտիմետր հեռավորության վրա այսպես ոնց իմ ձեռքն է գրած լինի Նիկոլ Դավաճան դու չես կարա այդ ձեռից են կողմ տեսնես հասկանում եք դու այսա արաբական բառ չեմ պարում սա ես հալում եմ լսնում ուղեղները արա ձեր աչքերից sense որ գրած է եղել Նիկոլ Դավաճան ձեր ակաշ գլուխը լցրած է եղել Նիկոլ Դավաճան խոսույթը եւ ակաշները sense ուժեղ փակած լավ նաուշնիկներ կա եմ երեխանել ակցեմ sense вообще բան չես լսում էլի արա դուք ոնց կարաք Շոյգուին լսեք Լավրովին լսեք դուք ոնց կարաք Պուտինին լսեք ինչ ասել դուք ոնց կարաք այդքան քառ լինելուց հետո հələ մի հատ էլ վերլուծական ունակություն ունենաք իրավիճակները վերլուծեք հասկանաք արա Սալավյովը լրիվ միամիտ է արա Սալավյով Խես շուտ արել ինձ օգնել բացատրենք ժողովրդին թե Ռուսաստանը դաշնակից է թե որպես գաղութատեր է ախը 6 տարին ինչ է թողել մի 60 տարի անցներ դու գնայր այն աշխարհը քո թորը կպատմեր իմ թորներ կլսեր էլի իմ թորների հասակակից այդ չգիտեմ ինչպես ասեմ դրանց երեխեքը թորները կլսել շուտ է սարել այդ քանը ներկայացրել տնաշեն Ռուսաստանը ուզում ես դու ուզում ես այլ Սալավյով դու ուզում ես մեր հայ ժողովրդի մեծ հատվածի համոզես ապացուցես որ Ռուսաստանը մեր ճշնամի պետության վրա միլիարդավոր զենք հավաճառել լավ չես դու արա ես տես թույն սրսկում մեր ժողովրդի մեջ չի կարելի Սալավյով մի արա տես բան պետք չի սուտ բաներ մի արեք Ռուսաստանը երբ է Ադրբեջանի վրա զենք վաճառել այդպես բան չի եղել այն միլիարդներով չէ ռագատկա բանա դենց բերել այն չի վաճառել նեղորում է գտնվել Ադրբեջանը փողել չուներ Տենց տվել է, այդ ռագական բանը տվել է, ասել է, ցիկ միտ կխփեք։ 25 տարի զինել է։ Հա տենց ես ասել, Սալավյով, էլ տենց բան չասես։ Մեր շունիկներին, լրագրական խմբի մեջ գտնվող շունիկներին, ազգային ժողովում գտնվող շունիկներին, ել չեմ ասում, Արցախի ներկայացության հրամանագիր գրողները վատ կզգան իրանց։ Տնաշեն։ Դու հասկանում ես 25-30 տարի համար իր կյանքը չխնայած, առողջությունը կորցրած։ Մարտական այդքան երկար ուղի անցած պատերազմներ, բոլոր պատերազմների մասնակից գեներալին հրամանագիր են ստորագրել, որ դուք էլ հերոս չեք։ Ոչ մեկս նախ չի կասկածում այդ հրամանագիր ստորագրողների հնարավորություններին, իրանց այդ գրչի հզորությանը եւ մտքի հզորությանը, բայց Սալավյով դու քիչ ամնացել, արա ամոթա քեզ հավաքի, դու քիչ ամնացել է, ցենց մեկ էր պակաս, որ դու բացահայտեիր, որ հրամանագիր գրողները որտեղից են հրամայված որ լինեն նախագահի պաշտոնակատար ազգային ժողովի նախագահ ամոթ քեզ Սալավյով բա մենք տենց էինք պայմանավորվել բա ես դու Պուտինը նստեցինք ասեցինք որ պետքա թաքցնենք որ Հայաստանում կան այդպիսի կենթանիներ մենք պետքա դա անեինք ես ու դու աշխատում ենք հեսա 6 տարի է ես ու դու աշխատում ենք այդ ուղղությամբ որ չպետքա ինչքան էլ մենք ջղայնացած լինենք ինչքան էլ մեզ բաժակը հայկական արա կոնյակ լցնեն խմենք չպետքա բացահայտենք որ Հայաստանում կան լրագրողներ կան պատգամավորներ կան քաղաքական գործիչներ ովքեր
ծառայում են Ռուսաստանի Դաշնությանը, ոչ իրենց հայրենակիցներին ու իրենց պետությանը։ Բայց մենք տենց ենք պայմանավորվել։ Ես քո հետ չեմ խոսալու, պիս նեղացել եմ։ Նախ առաջինը Պուտին ցածր պետք է նեղանա քեզանից խիա բացահայտել, խիզ բացահայտել մեր թակու պայմանավորված ծրագիրը։ Չպետք է ժողովուրդ, չպետք է մեր հայրենակիցները իմանային տենց բան։ Պետք է միշտ ասեինք, ռուսը մեր եղբայրն է, ռուսը մեր դաշնակիցն է, ռուսը մեզ կպաշտպանի։ Էն էլ հեչ որ Ղարաբաղը դες չհասցրեց պաշտպանի, ուզում էր հայ-հայեր ուզում էր պաշտպանել։ Տենց Անգլիան ձեռից բռնեց քաշեց, Ֆրանսիան մեջքին տվավ Ռուսաստանի։ Ինչ կապ ունի դուք այդքանը չեք տեսել։ Բայց տենց է եղել։ Ես դες իրականությունն եմ ասում, Ռուսաստանը հայ-հայեր հասնում էր, ցես սեպտեմբերի 28-ին հասնում էր որ պաշտպաներ Ղարաբաղը։ Չկարեց հավելի, չխանգարեցի մեջքին տվին դե ընկավ գլորվեց զորը, բան հելավ շորերը թափտվա միջև հասավ նոյեմբերի 9-ն էր։ Նոյեմբերի 9-ին չարահատ եկավ sense փրկեց մեզ Դավաճան Նիկոլն էլ բան ընդ գրաում էր Լենքորանը Մինգիչաուրը բանը մտել էր հասնում էր համարյա Բաքու ոშմ sense քրտինքը մաքրեց ասե շե պետք չի հետ գանք Գելբեջարը բանը հազնեն Ջաբրայելը բանը չէ Ջաբրայելը գրաված էր ասենք լավ հենց մնացած լաչինի հարակից զանգելան բան սա հազնենք Վերջի տես Պուտինի բռնած գործերը ժողովուրդ հակահայկական չի եղել ինքը միշտ պաշտպանել է Հայաստանը պաշտպանել է Ղարաբաղը այն 23 թվականի սեպտեմբերի 19-ն էլ որ եղավ նա այդ պահին ինքը զբաղված էր մի փոքր խառն էր էլի Ուկրաինայով դուք պատկերացնում եք Ուկրաինայով խառը չլներ ու ինքը թույլ տար տես բանալ էթնիկ զտումներ դա հələ մի կողմ է իր զորքին զինվորներին խաղապա բոլորս անցել ենք էլի հակարի կամորջը ընդ ինքը դերել էր այդ զինվորներին ռուսական մեզ ապահովում էին ամտանք դուրս գային Արցախից Բայց կարող էին մեզ մորթեին 120,000-ին կարող է մորթեին թուրքերը ցա աշխարհի առաջ հայտարար կլինեին չմորթեցին ինչի որովհետև մեր նախագահը ուժեղ բանակցություններ ավարել ձեռնել սեղանը նախապել Ստեփանակերտ եւ ուղարկել համապատասխան մարդիկ Եվլախում ընդ вообще խիստ են խոսացել ջղայնացել են ասել են եթե մի հատ հայի քթից արուն գա դուրս գալու ժամանակ մեզանից չնեղանակ հարձակվելու են ձեր գլուխը ջարդեք Բաքու Վերջը դա Ալիևը դե չգիտեմ ասма 6-րդ համարի բամպերս բանը հակել մի կերպ եմ հետ բերել սկորի պոմուշա եկել բան տարել փրկել ասել նոր այդ Արցախի ներկայացությունը այդ նախագահ հայականը կազմը այդ ամեն ինչը որ այդ ինչ խիստ արտահայտություններ են անում վերջ կարևորը եկել են այն համաձայնության եւ այն խիստ հայտարարության որ չպետք է մեկ հայի քթից արուն գա եւ անվտանգ դուրս ենք եկել եկեստե ու հիմա ես ով եմ որ չպաշտպանեմ իմ նախագահին հրամանագրերի գետ հրամանագրեր ստորագրող տենց խիստ որոշող հայրենասեր հայոց հայ ժողովրդի հարցեր լուծող արցախցիներից համար բազմաթիվ գործեր արած տարբեր խնդիրների ռաստվող հարցերը լուծող բայց ոչ չպաշտպանում այդպես մարդկանց բա մի հատ բունը քիչ է Երևանում բերեք այդ նախագահների համար բնիկներ սարքենք տարբեր մարզերում թող 10 հատ լինի դրանից ինչքան շատ այնքան լավ յանի մեզ ինչ մնաց դες ինչքան օգուտ է մեզ տալիս բայց այս անգամ բերում ենք նշանակենք այդ Արցախի ներկայացության Արցախցիների ներկայացուցիչ կամ չգիտեմ էլի մի բան նշանակենք մենք Կարանք մենք նշանակենք թե Պուտին ձեզան չի թողի Պարզ չի այդքանը ձեզ չհասկացաք ինչա կատարվել չհասկացաք ինչի է այսքանը կատարվում չհասկացաք հետևանքը ինչ պետք է լիներ բայց որ փրկվեց այդ որ արտաքին քաղաքականության մասով դուք տեսացեք ես այսօրվա իշխանություններին օրինակ քննադատ եմ բան ես գիտակցում եմ չէ զգում եմ չէ իմ երկրի ուժը ինչքան է եւ այդ քո եղած ռեսուրսով քո եղած ուժերով դու ինչ կարաս անես ինչքան կարաս գնաս հասկանում եք Եթե քեզ ունես 10 լիտր բենզին ավտոյի բակի մեջ, կարաս գնաս 100-120 կիլոմետր, չէ՞, սուտ կլինի որ 1000 կիլոմետր գնաս։ Հիմա մեր պետության օրինակ ռեսուրսը 10 լիտր բենզին է, որ կարա 100 մետր գնա, դուք ակնկալում եք 1000 կիլոմետր գնա, հա։ Իսկ ես չի ակնկալում։ Դրա համար երբևիցե Հայաստանի Հանրապետության իշխանություններին արտաքին քաղաքականությունում եւ Արցախի կորստում ես չեմ կարողացել ասել այն ինչ որ շատ լրատվականներ, շատ ժողովրդի մի մեծ հատված մեղադրում է, պահանջում է չգիտեմ ինչեր անում։ Դուք չգիտեիք որ Արցախը Հայաստանի երբևիցե իրավաբանորեն ճանաչված տարածք չի եղել։ Մենակ այդ ինչա ես գիտեի, ես Դավաճան Արցախից գիտեի, ծիրել արցախցիներ։ Ես կարայի ձեր հետ այսքան անկեղծ չլինեի, այսքան չխոսայի, բայց ինձ օրինակ ինչ օգուտ ունեմ, կամ ինչ պետք է իմ իմացածը ձեզ փոխանցեմ, իմ պատկերացումները, իմ վերլուծությունը ձեր համար անել։ Դուք կարաք տենց սխալ իմանաք, սխալ ապրեք եւ թույնը եւ այդ ատելությունը, չարությունը ձեր մեջ մնա։ Բայց ես ձեր առողջության մասին մտածելով, որ ներկայացնում եմ այդ ամեն ինչը, ձեր Արցախից ներկայացնում եմ, որ այսօր ձեզ որպես գործիք չօգտագործեն։ Այն որ տունտեղ կորցրած ծննդավայր կորցրած եկել ենք Երևան 15000 արցախցու կարողացան հանեն փողոց 15000 արցախցի հետաքրքիր է էլի ձեզ ուզում էր իշխանապողությունը թե ձեզ ուզում էր Արցախի լինելը դուք Արցախում ապրելը բա Արցախում ապրելու համար ոչ մի գործողության չի գնացել Արցախի օրվա էլիտան Արայիկա Բակոյա եւ Արգադիա խառը
Եթե դուք ինձ ասեք, բացի հանրահավաքներում կենացներ ասելուց ուրիշ գործողություն արել են իրանք, ես կասեմ հələ դրանց նայե, իրանք անում էին Հայաստանի իշխանություններն, իրանք արածը ջուրն էր գցում։ Ինչ էին արել, որ ջուրն ակցել Հայաստանի իշխանությունը։ Ոչ մի բան չի արել։ Հայաստանի իշխանությունը գնացել է 2 տարի շարունակ 20 թվից մինչև 22 թիվը նկատի ունեն։ Եվրոպական բոլոր երկրներ, այդ թվում եւ Ռուսաստան, միշտ էլ խառն ա եղել Արցախի հարցը ավելի լավ լուծմանը, չի կարացել ներկայացրել Արցախի ներկայացությանը կամ նախագահ այն ժամանակ էլի տենց ավելի դիրքավորված տղերքին, ասելա դե էս է վիճակը, Եվրոպան մեզ որպես բան անկախ պետություն, ոչ էլ Հայաստանի մաս չի աջակցում, պիտի գնանք թուրքերի հետ նստեք զրույցի։ Իրանք էլ քցել բռնել են, որ չպետք է գնան։ Ամեն օր ես չեմ ասել, ես այդքան առողջություն չունեմ։ Ես 2 օր ուզում եմ մտնել տեսանյութով, խնդրել դիմել Հայաստանի իշխանություններին բնակարանային ծրագրի ապահովման մի 2 կետ ավելացնելու մասով, տենց մտահոգված արցախցիների կողմից, մտահոգված արցախցիներ կան, որ իսկապես ինպես ուզում են, որ մի բան անենք լավ լինի, բայց իմ առողջությունը արդեն դուք քայքայել եք։ Դուք ձեր Սալավյովով, դուք ձեր Կիսիլյովով, դուք ձեր Մարգարիտայով, Պուտինով, Շոյգույով քայքայել եք։ Իմ առողջությունը քայքայվեց հենց այս ճանապարհին, երբ որ ես ձեզ փորձում էի սևը սպիտակից տարբերելով ներկայացնել, որ ուզում եմ ասել, էսի սևը, էսի սպիտակ, ձեր համար սաղ հեչ գույների նրբերանգները, բանը սաղ հեչ, ձեր համար ասում եմ 12 սանտիմետր հեռավորության վրա գրված է Նիկոլ Դավաճան։ Այս թիվներ հենց մեզ չեմ ես 12 սանտիմետր ասում էլի, աչքի բժիշկները կարող այդ ապացուցեն, որ մարդու տեսողությունը 12 սանտիմետրից որ մոտիկ ցնում ես, խամրում է, բան անում էլի, sense փոթորկում է, ալիկոծում է, լավ չես տենում։ 12-ը լավ է, 12-ից 50 սանտիմետր вообще լավ է երևում։ Այսինքն, просто որ 50 դնեն, կարող մի քիչ ձեռը թերուտանես տենաս, ընդ արա լիքը դավաճաններ կան, այսպես նայես տենաս, արա լը սրան նայ, ոնց Ադրբեջանի շահապաշտպանում, ասում է հարձակվել է Հայաստանն է հրահրել պատերազմ Ադրբեջանին։ Իբր թե Ադրբեջանն էլ չի պատրաստվել 25 տարի չի զինել, եւ sense ձխանի վրա չէր մատը, որ սпасել մի հատ դիվանագիտական բաց թողում, այդ ժամանակ հարձակվեր։ Բայց դա ինչ է, դա արդարացնում է Ադրբեջանին։ Այսինքն դա մենք պետք է մեղադրենք մեր հայկական ղեկավարությանը։ Այո, ես մեղադրում եմ Փաշինյանին, ասում եմ Փաշինյանը դիվանագիտական սխալ է թույլ տվել, երբ որ Ստեփանակերտում կանգնել է ասել Արցախ Հայաստանը եւ վերջ։ Դիվանագիտական առումով սա կոպիտ սխալ է, հայրենասիրական առումով, արա այնից ցնցեց։ Հասկանում եք հիմա որ տեսանկյունից է ձեզ հետաքրքիր մոտիկանանք։ Հայրենասիրական տեսանկյունից ցնցություն էր, դիվանագիտական տեսանկյունից սխալ էր։ Բայց դուք չէիք ժողովուրդ ջան ակնկալում Փաշինյանը ինչ էր մտածում Արցախի մասին։ Ինչ ուզում էիք, լսել եք, ասելա ձեր սրտի ուզածը։ Արդեն իրան ասել են, հասցրել են, որ Արցախի ժողովուրդը ասում է, բա եկել ես դու Արցախը ծախես։ Բախի չծախեցի, պատերազմ եղավ, պատերազմի ընթացքում էլ հələ այդ ասողները օգնեցին, որպեսզի հեշտ տապալվի հայկական բանակը, հեշտ պարտվենք։ Այդ օգնողները Արծոն Դանիելյան, ինչ Սոլովյովին եկել է պաշտպանի, բութն է Ստեփանակերտի անա, դա Ստեփանակերտի մենակ կարա Սոլովյովին պաշտպանի։ Հայաստանի ժողովուրդը իմիջիալոց շատ քիչ կարող է հələ քնածեն։ Մեծամասնությունը հիմա ինչ խաղել տա Ռուսաստանը Կրեմլը։ Հայաստանի ժողովուրդը չի գնալու դեմ։ Այն որ ես ասել եմ Փաշինյանը 64%-ով անցնելու։ Ոչ թե Փաշինյանը ներքաղաքական կյանքը sense իդեալնի բերել է մի հատ լավ մակարդակի հասցրել, այլ հենց արտաքին վտանգների պատճառով, որ գոնե ինքը թե գնաց Ամերիկա հասավ, թե Էրդողանի հետ, չգիտեմ, ձեր համար էդի պազորնի էր ինչ էր, անարժանապատիվ է նախագահի գիրքը նվեր ստանալ նկարվելը, բայց սա ճիշտ դիվանագիտական քայլ է, եթե Արցախ Հայաստանը եւ վերջ արտահայտությունը դիվանագիտական սխալ քայլ է, ապա գիրք վերցնել նկարվելը Թուրքի դա դիվանագիտական ճիշտ քայլ է, այ դա ճիշտ է արել, ասում եք խույա տենց արել, բան, ես ասում եմ Փաշինյան, մի հատ էլ կվերցնես, որ գիրք նվիրի Էրդողանը, մի հատ էլ գիրք կվերցնես նկարվես, որովհետեւ ես չեմ վստահում, որ եթե մեր հարաբերությունները փչանա Թուրքիայի հետ, Ռուսաստանը տանգված քիթը մտցնելու ասի, ասի, մի հատ թերոր գնացեք դաշնակցից պաշտպանում են։ Ակնկալ եք, տենց բաներ ակնկալ եք։ Ահա մի քիչ եկեք մենք հույսներս մեր վրա դնենք։ Այ ես այսօր իմ քննադատությունները գրիմ նաշ ասողներին, այդ հրամանագրեր ստորագրողներին, ովքեր որ հրամանագրով են դարձել նախագահ Ռուսաստանից օրինակ։ Ես ձեզ ուզում եմ, ձեզ էլ չգիտեմ, արժանի էլ չեք ձեր հետ ես sense ուղիղ զրուցեմ, բայց ձեզ աջակցող ժողովրդին։ Գոնե ասում եմ, աչքերներդ բացեք, հասկացեք ինչ ա կատարվել Հայաստանի շուրջ։ Ինչ է Ռուսաստանը մեր գլխին։ Եվ այսօր ինչպես չի կարում փակցնի, որ հետագայում եւս պետքա նույն կերպ վարվի ինչ հիմա, բայց առայժմ դժվարացել է Ռուսաստանը մեր հետ նույն կերպ վարվի ինչպես որ առաջ, որովհետև այս խայծը որ Սոլովյովն էլ գցեց մեր ժողովրդի մեջ, իսկ հիմա Հայաստանի Հանրապետության իշխանությունները առանց էմոցիայի ճիշտ դիրքավորվեցին եւ չարձագանքեցին։ Ճիշտ արել, ոչ Նիկոլ Փաշինյանը պետք է Սոլովյովի խոսքին պատասխանի, ոչ արտաքին գործերի նախարարը, ոչ էլ ազգային ժողովի նախագահը, այլ հա պատգամավորների մակարդակով, լրագրողների մակարդակով, հանրային հասարակական գործիչների մակարդակով, բլոգերներով բանով կարանք պատասխանենք։ Սա իմ պարտականությունն է, օրինակ, պատասխանը Սոլովյովի նման, արա դե բացիկն էլ բան է, արա նենց լավ խոսում ախպեր, արա Երանի հայելներ է, արա մեծ վարչապետ կծազեր, կուզեք վարչապետ բերեք Սոլովյովի։ Անցած տարի որ հայրենակիցներից մեկին TikTok-ի եթերում
ասում է Գևորգ, բայց ինչ անենք, բան պետքա Նիկոլը գնա ասում ժոկ էլի ոնց զայնից էլի ես արդեն մարդուն ժոկում ինքը ինչքան է ռուսամեր, ինքը ինչքան է խոսքի ինչ որ անձի պաշտում, ասում ախպեր ճիշտ ես ասում է, բայց արժե չէ Սամվել Շահրամանյանին բերենք վարչապետ։ Ասում հա, բայց ինչ վատ է։ Հիմա եթե Սամվել Շահրամանյանը Հայաստանի վարչապետ պատկերացնող հայրենակիցներ ունենք, ապա Սոլովյովին էլ ինչ պատկերացնենք վարչապետ, բերեք ձեր համար։ Բայց դե ամեն դեպքում կարաք դուք ընդունեք իրան ձեր լիդերը, դուք ձեր լիդերն եք իսկապես ընդունում, հենց այնպես չի դուրս եկավ Բերանից այս խոսքը։ Որտեղ հայեր կան, որ ռուսից ռուս են, ասել եմ ու կշարունակեմ, ռուսները ձեր չափ Պուտինին չեն սիրում, ռուսները ձեր չափ աշկերտները փակ չի ռուսական վարած քաղաքականության մասով։ Բոլոր իր դաշնակիցների, բոլոր իր հարևանների վրա հարձակվել է Ռուսաստանը։ Ափսոս բոլոր ժողովուրդներ հասկացել են, ժողովուրդները չնայած չի ժողովուրդների մեջ չհասկացողներ են, բայց հայ ժողովուրդը առավել եւս պետք է հասկանար եւ պետք է հիմա այդքան վախեցած չմնա, որովհետեւ ինչ կորցնելու էինք, կորցրեցինք, ինչ որ մենք մեր հույսը կապում ենք Ռուսաստանի հետ, այդ տարածք արդեն չկա, մենք Արցախի լավ չի ժողովրդի առողջությունն էլ չլավ, արդեն դդվում է գլուխս, երբայն համակարգս հաղթված է, ես բժշկության կարիք եմ զգում, եթե ինչ ոչ թե խորհուրդներով, այլ կոնկրետ բժշկի դիմեմ, որ բուժի լավ զգամ, շատ շնորհակալ կլինեմ, չգիտեմ, մեր ինչ է կատարվում։ Լավ մնացեք, հաջողություն բոլորին։